Շատ հուզական ժողովուրդ ենք դարձել, սկզբից անսահման հավատում ենք, հետո խորը հիասթափություն ապրում։ 2018-ից հայ մարդը հավատաց Փաշինյանի խաղաղասիրական խոսքերին, բայց արդյունքում 2 տարի հետո տեսավ պատերազմ և հասավ դժոխքի նախադուռը։ Այս մարդը կրկին ընտրություններից առաջ ժողովրդին գլուխ է գովում, թե տեսեք, խաղաղություն եմ բերել, սահմանին կրակոցներ չկան, վերհիշենք, այս մարդը նույն մտքերը ասում էր Տավուշյան ռազմական գործողություններից առաջ։ Հիշում եք, չէ՞, դուշանբե 2018 թվական հայտնի վերելակային հանդիպումը, Ալիևի հետ մնացին մենակ, հետո եկավ Հայաստան ու ասաց, որ քննարկել են, որ նվազեցնեն սահմանի լարվածությունը, ասաց, որ ինչ բանակցել են, լավ են արել։ Ես թող մեզ ոչ մեկ չասի, ինչ եք բանակցում, ինչ որ պետք է անել բանակցում են։ Ինչ իրավիճակ էր այդ ընթացքում սահմանին։ Որոշ ժամանակ հանդարտ էր, բայց հետո սկսվեց հուլիսյան ռազմական գործողությունները Տավուշի հատվածում։ Հրետակոծություն, զոհեր, Սփյուռքը կհիշի ադրբեջանցիների ատելությունը ծիրանների պատերազմը։ Դե հետո արդեն սկսվեց 44-օրյա պատերազմը, սահմանի ամբողջ երկայնքով։ Մեր երկրում ամենաշատը խաղաղությունից խոսացողը Փաշինյանն է, բայց արդյոք նա հասկանում է այդ խաղաղության գինը։ Խաղաղությունը խաղալիք է, սիրելի հայրենակից, ես դեմ չեմ խաղաղությանը, թող խաղաղություն լինի, բայց ես չեմ հավատում, որ Փաշինյանը կարող է իրական և երկարաժամկետ խաղաղություն բերել, որովհետև նա միայն բերել է պատերազմ, վիշտ, կորուստներ, պառակտում։ Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, պատկերացրեք, Աստված գիտի, թե ինչ է սպասվում մեզ։ Թողնենք հույզերը մի կողմ և սառը դատենք, խաղաղություն լինում է, երբ մենք ուժեղ ենք, իսկ Նիկոլն ու իր խմբակը այդ ուժը չունեն։ Ինչի դեմ են նրանք ուզում խաղաղություն բերել։ Այս անգամ ինչ աղետներ են մեզ սպասվում։